Bismillahirrahmanirrahim. Assalamu alaikum wa rahmatullahi ta'ala wa Անուն Աստծո, ողորմածի գթառատի, ողջույն ես Աբդուլռահման Ռադվան Աջլանն եմ Պաղեստինից, Գազայի հատվածից։ Հիմա ես այստեղ եմ Հայաստանում։ أرمينيا ومع سيادتكم الكريمة. لقد كانت حياة هادئة نوعا ما ولكن كان في Որոշակիորեն հանգիստ կյանք էր, բայց պատերազմի սպասման լարվածություն կար, որովհետև Գազայի հատվածը շուրջ 20 տարի շրջափակման մեջ է։ Ամեն տարի կամ 2 տարին մեկ լինում էին բռնկումներ, փոքրիկ պատերազմներ, տնտեսական կյանքը շատ բարդ էր, երիտասարդները գաղթում էին Եվրոպա, կյանքը շատ դժվար էր։ كان الشباب يهاجرون إلى أوروبا والحياة صعبة جدا. أيوة روحوا يا شباب هاجموه عملية 7 من أكتوبر لا أحد كان يعلم بها. Հոկտեմբերի 7-ի գործողության մասին ոչ ոք չգիտեր, բացի Գազայի դիմադրության շարժումից։ وإلى ذلك فرحة في الشارع الغزي. Պատերազմի առաջին օրը Գազայի փողոցներում ուրախություն էր, քանի որ դիմադրությունը գրոհեց Զավթիչի ամրոցները եւ կատարեց իր գործը։ Հոկտեմբերի 7-ի գործողությունը։ Դրանից հետո սկսվեց պատերազմը Գազայի դեմ, բարբարոսական, անընդմեջ ռմբակոծություններ։ Բայց խնդիրն այն է, որ պատերազմը չի սկսվել հոկտեմբերի 7-ից։ Պատերազմը սկսվել է Պաղեստինի օկուպացիայից եւ յուրաքանչյուր ժողովուրդ իրավունք ունի պայքարել Զավթիչի դեմ։ كل شعب أن يقاتل المحتل. شهداء بالعشرات وجرحى فلسطين Պաղեստինը օկուպացված է ավելի քան 75 տարի, եւ ամեն տարի, ամեն ամիս եւ ամեն օր մենք ականատես ենք լինում ջարդերի եւ ցեղասպանության, ինչպես ձեզ հետ է տեղի ունեցել ցեղասպանություն։ يعني حرب كانت متوقعة يعني بالفعل. Պատերազմն իսկապես սպասելի էր, որովհետև ամեն տարի, ամեն ամիս այնտեղ բախումներ են լինում։ Պատերազմը կարող էր լինել այսօր, վաղը, բայց մենք չէինք սպասում, որ այն կլինի ցեղասպանության մասշտաբով, որի զոհը դարձավ շուրջ 100,000 նահատակ եւ 4 միլիոն վիրավոր։ Հազարավոր մարդիկ մինչեւ օրս փլատակների տակ են։ Բոլոր տներն ավերվել են, հիվանդանոցները, դպրոցները, շինություններն ավերվել են, նույնիսկ ծառերն են տապալվել Գազայում։ Ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ նման մասշտաբի ցեղասպանություն տեղի կունենա։ تصور أن يحدث مثل هذه الإبادة. توجد في الضفة الغربية Կռվի պատճառը օկուպացիան է։ Օկուպացված էր մեր հողերը։ Յուրաքանչյուր ժողովուրդ իրավունք ունի պայքարելու, վտարելու Զավթիչին։ Մենք փորձեցինք խաղաղություն հաստատել նրանց հետ, բայց ոչ մի կերպ չէր հաջողվում, ելքը չէր գտնվում։ Դրանք ջարդեր են իրականացնում, սպանում երեխաներին եւ կանանց, քանդում մարդկանց տները։ المساعدات تأتي بشكل قليل. لقد غادرت قطاع غزة بمفردي لوحدي. الشباب يغادرون. Ես Գազայի հատվածից հեռացա մենակ։ Գազան Զավթիչը 3 ուղղությամբ շրջափակել է։ Այն մեծ բանտ է, որտեղ բնակվում է 2.5 միլիոն մարդ։ Այսինքն աշխարհի ամենամեծ բնակչության խտությունը փոքր տարածքում Գազայում է։ Այն շրջափակված է ծովից եւ ցամաքից։ Միայն Ռաֆահի ուղղությունն է բաց։ Սահմանի այն կողմն էլ Եգիպտոսն է, մեր քույր երկիրը։ Եվ երիտասարդները մեկ անձի համար $5,000 են վճարում Գազայի դժոխքից դուրս պրծնելու համար։ Ես այնտեղից հեռացա եւ մնացի Եգիպտոսում, հույս ունենալով, որ պատերազմը կավարտվի։ Բայց այն չէր ավարտվում, եւ մինչ օրս հանցակետը փակ է, եւ ոչ ոք չի կարողանում դուրս գալ։ Նույնիսկ վիրավորներն են մեծ դժվարությամբ դուրս գալիս դեպի Կատար, Եգիպտոս։ Եգիպտոսում եւ այստեղ ծանոթներ ունեմ Հայաստան եկած ընկերներ։ قطر وإلى مصر. وهكذا $5,000 لكل فرد. Փողով Գազայից դուրս պրծնել հնարավոր էր, երբ իսրայելական օկուպացիան դեռ չէր հասել Ռաֆայի անցակետը, բայց հիմա ոչ ոք չի կարող Գազայից դուրս գալ, բացի վիրավորներից։ للأولوية مثلا المصابون. لقد استشهد 2 من إخوتي في غزة في ظل هذه Իմ الحرب. եղբայրներից երկուսը նահատակվեցին Գազայում այս պատերազմի ցեղասպանական պատերազմի ժամանակ, ինչպես դուք Հայաստանի ժողովուրդը, որ նույնպես զգացել է ցավը եւ դառնությունը տեղահանության, ցեղասպանության։ Եվ ես եկա Հայաստան, որովհետեւ մենք եւ դուք շատ նման ենք մշակույթով, սովորույթներով, նույնիսկ ցավով։ Ինչ վերաբերում է իմ ընտանիքին, նրանք դեռ Գազայում են, մայրս, հայրս եւ եղբայրներս։ Մեր տունը ավերվել է, նրանք հիմա վրաններում են, տեղահանվածների ճամբարում։ والحال على ما هو إلى الآن ولا يوجد في غزة كهرباء أبدا. Գազայում ընդհանրապես էլեկտրականություն չկա, 2 տարի հոսանք չի եղել։ Ինտերնետը հասանելի է շատ քիչ տեղերում, այն էլ շատ թույլ։ Գազայի ժողովուրդը արևային էներգիայի համակարգով է փորձում մասամբ լուծել էլեկտրաէներգիայի հարցը։ يفعلون الكهرباء وهكذا. الحل الوحيد لدخول دولة أرمينيا
Պաղեստինցին չի կարող ուղիղ Հայաստան գալ։ Նա պետք է ունենա Պարսից ծոցի երկրներից մեկի կացության թույլատվություն։ Լինի Օման, Էմիրություններ, Քուվեյթ, Սաուդյան Արաբիա, բայց ես գնացի մեր քույր երկիր Օման եւ ստացա նրա կացության թույլատվությունը։ Իսկ հետո եկա իմ նոր երկիր Հայաստան։ وثم جئت إلى دولة أرمينيا. لقد سمعت عنهم كثيرا الأرمن. Ես շատ էի լսել հայերի մասին։ Հայ ժողովուրդը առանձնատուկ տեղ ունի իմ սրտում։ Դրանք շատ լավ, բարեկիրթ եւ հարգալից, մեզ նման ժողովուրդ են։ Շատ հայեր խոսում են արաբերեն, շատ հայեր կան Եգիպտոսում, Սիրիայում եւ Իրաքում։ Եվ նրանք շատ մոտ ժողովուրդներ են մեզ, մշակույթով, սովորույթներով եւ տեղանության ու ցավի դառնությամբ։ مرارة التهجير والأوجاع. تاريخ الأرمن معنا. Հայերի եւ մեր համատեղ պատմությունը շատ երկար է։ Մենք նրանց գիտենք հնուց եւ նրանք մեզ հետ են ապրում։ Պաղեստինում, մասնավորապես Երուսաղեմում, Ռամալահում մեծ թվով եկեղեցիներ կան եւ նրանք մեր եղբայրներ են։ Մեզ նման հավատարիմ են ինքնությանը։ Մեզ բաժանում է միայն լեզուն եւ որոշ սովորույթներ։ Մենք ու հայերը եղբայրներ ենք։ التمسك بالهوية ونحن وهم أخوة. نعيش ونكتسب نعمة الأمن والأمان. Մենք ապրում եւ այլում ենք անվտանգությունն, ապահովության օրհնությունը եւ դա հիմա հիանալի է մեզ համար, որովհետեւ մենք զրկված ենք դրանից Գազայում։ Այնտեղ անվտանգ վայր չկա։ أحزمة نارية. الحياة ليس Կյանքն այստեղ դժվար չէ, լավ է, amեն ինչ գեղեցիկ է։ بالطبع لا أحد يستغني عن. Իհարկե ոչ ոք չի կարող ապրել առանց իր երկրի եւ յուրաքանչյուր մարդ իր երկիրը համարում է ամենագեղեցիկը, բայց ես հիմա չեմ կարող վերադառնալ իմ երկիր։ Հարցրեք ինչու։ اسألني لماذا؟ لأني أنا في القطاع. Որովհետև ես Ռաֆահ քաղաքից եմ։ Ռաֆահը դեռ օկուպացված է, իմ հողը զավթված է եւ ես չեմ կարող վերադառնալ այնտեղ։ ولا يمكن العودة إليها. أحب الشعب الأرميني جدا. Ես շատ եմ սիրում հայ ժողովրդին եւ դա ինձ համար ամենագլխավորն է։ Նրանք լավ ազնվական եւ հանգիստ ժողովուրդ են։ Ամեն առումով նրանք շատ լավ ժողովուրդ են։ السبل هو شعب جيد جدا. نعم حاليا أبحث. Այժմ ցանկանում եմ ապրել Հայաստանում։ Ուրիշ ոչ մի բանի մասին չեմ մտածում։ Շնորհակալություն, որ լսեցիք ինձ։